Սերը ենթադրում է հավիտենականություն։ Սիրահարվածությունը ենթադրում է ժամանակավորություն։ Երբ որ մարդիկ միմյանց սիրում են իրական սիրով, Քրիստոսի սիրով, այդ սերը հավիտենականություն է ապահովում։ Ես ինչ եմ հասկանում հավիտենական սեր ասելով։ Ժամանակային չափորոշիչներից դուրս է գալիս ինքը։ Ինքը չի ճանաչում այս կյանք, հանդերձյալ կյանք, ներկա, ապագա, հավիտենական է այդ սերը։ Ինքը չի ճանաչում զգացմունք, ինքը չի ճանաչում արտաքին շղարշ, արտաքին գեղեցկություն, արտաքին պճնանք, ներքին խորը ճշմարտություն է ճանաչում սերը։ Այդ դա է սիրո ազդակը, դա է մղիչ ուժը սիրո։ Օրինակ, երբ որ ասում են ընտանեկան սեր, ես միշտ իմ աչքի առջև պատկերանում են տատիկ, պապիկ, գլուխ գլխի տված, նստած։ Այս է իրական սերն եմ ես համարում, որ 50 տարի իրար հետ համատեղ կյանք են ապրել, թորներ, ծորներ ունեն, բոլորին տեղավորել են ու գլուխ գլխի տված նստած են։ Այս է սեր եմ համարում։ Բայց հարսանեկան, պճնված, գեսներով զարդարված, չգիտեմ, ծաղիկներով, անօթաչու սարքերով նկարահանված, հարսանիքների ես սա սեր չեմ համարում, սա համարում եմ ձևականություն, պճնանք։ Սերը խորը իրություն։ Ես կուզենամ, որ մեր երիտասարդները այսպիսի սիրուն ձգտեն, չսիրահարվեն, այլ հասկանան, սովորեն, ճանաչեն սերն ինչ է։ Ամեն մարդ չէ, որ կարողանում է սիրել։ Սիրահարվելը բոլորն էլ կարող են։ Ինչ պատահեց, սիրահարվեցի։ Հետո, այսինքն վառվեցի, սիրահարվեցի։ Վառվեցի մոխրանաս։ Բայց երբ որ դու սիրում ես, չես վառվում, սիրում ես, ջերմանում ես հոգեպես, ջերմանում ես, խաղաղվում ես, աստվածային սերն է քեզ առաջնորդում, եւ այդ սերը կարող է մի օր սառչել։ Նորից պիտի ջերմացնես, նորից պիտի աշխատես այդ սիրո վրա, ապահովես, վառելիք տաս դրան։ Սիրո վառելիքը ո՞րն է? Առաքինությունն է, աղոթքն է, Աստված պաշտությունն է, սերն Աստված է եւ Աստված է սերը տալիս։ Եթե դու Աստծո հետ ես, այդ սերը ավելանում է, ընտանեկան սերը ավելանում է։ Եվ ինձ թվում է, որ այս սիրո իմաստությունը պետք է տղամարդը ապահովի։ Կնոջ մոտ թույլ է սիրո իմաստությունը։ Կնոջ մոտ զգացմունքայինն է շատ։ Տղամարդու մոտ պետք է իմաստը, սիրո իմաստը շատ լինի։ Ինքը տղամարդը պետք է սովորեցնի կնոջը սիրել։ Ինձ այսպես է թվում, որովհետև կինը ավելի շատ հեշտ է արագ սովորեցնում տղամարդուն սիրել։ Այսինքն զգացմունքային կողմը կինը միշտ կարողանում է ապահովել։ Պետք չի մեզ զգացմունքային կողմը փակուղի է տանում։ Մարմնական սերը հոգևոր սիրո փակուղին է։ Հոգևոր սերը մարմնական սիրո իմաստավորումն է։